շատ խնդիրներ նշեցիք սոցիալական եւ միայն թոշակների բարձրացման բարակային դուք առաջարկեցիք, որ 50%-ով ես կխնդրեմ նաեւ մյուս խնդիրների համար ձեր առաջարկը նշեք, եթե բարձրացրել եք խնդիրներ, ապա հաստատ առաջարկներ լուծման տարբերակներ ունեք, եթե նաեւ դրանց մասին խոսեք։ Եկեք ես պատասխանեմ, նայեք, մենք հիմնարար բնույթ ունենք հարցին մոտենալու 502,000 կենսաթոշակառուներն ենք, եւ այդ կենսաթոշակառուների մեջ միայն ծերության կենսաթոշակառուների թիվը 385,000-ից անցնում է։ Այստեղ կան թոշակներ, նպաստներ, մայրության նպաստներ կան, կերակրող կորցնելու հետ կապված վճարումներ, նպաստներ կան, հաշմանդամության հետ կապված, կա թոշակային զինվորական ծառայության հետ կապված։ Խնդիրը գիտեք որտեղ է, խնդիրն է, որ ամենաառաջնայինը դա ծերության կենսաթոշակների հետ կապված խնդիրն է։ Իհարկե 50%-ով երբ որ մենք դա բարձրացնելու ենք, մենք բնավ չենք մոռանալու նպաստներ ստացող, տարատեսակ նպաստներ ստացող մեր մնացած թոշակառուներին, կարիքավորներին, նպաստառուներին եւ յուրաքանչյուր հարց իր ամբողջության մեջ քննվելու է, դա հետ կապված մենք որոշումների մեծ կարող եմ ասել մեծ արդեն ցանկ շտեմարան ունենք եւ համապատասխանաբար գնալու, բայց առաջնայինը եւ նկատելի, շոշափելին առաջնային լինելու է 50%-ով կենսաթոշակների աճը։ Մնացած բոլոր հարցերին, գիտեք խնդիրը որտեղ է, այս մեր ասուլիսից առաջ մենք մարզային կենտրոններում հանդիպել ենք աշխատավորության հետ, հանդիպել ենք թոշակային տարիքի մարդկանց հետ, նրանք այս բոլոր հարցերին հայլուն տիրապետում են, բարձրացնում են խնդիրները, որոնք որ իրական լուծում են պահանջում, եւ այս ամեն ինչը մենք ուսումնասիրություններ ունենք, մեր հետազոտությունները շարունակվում են եւ լուծումները կառուցվածքային իմաստով եւ օրգանական իմաստով մենք կներկայացնենք։ Ոչ մի մարդ, ոչ մի թոշակառու, ոչ մի նպաստառու պետական հոգացությունից դուրս չի լինելու։ Ընդհակառակը պետությունը եւ ցանկացած իշխանություն պետք է երես չդարձնի այդ 500,000 զգալի քանակ բնակչության 16%-ը կազմող բնակչության այդ շերտից եւ պետք է դեմքով վերադառնանք նրանց խնդիրները ունենան, խնդիրները տեղորոշենք, համակարգենք եւ համապատասխանաբար քրիստոնեական արժեքներով նաեւ տողորված խնդիրները պետք է լուծենք։